Մարզադպրոց եւ դա համալրվեց նոր շենքով, որտեղ ինչպես տեսակ նկատի բավական դարիչներ որպեսի ցենք մարզել նոր մարզաձևեր, ավելի զարգացնենք մեր ունեցած հին մարզաձևերը։ Մեր շրջանում արդեն ավանդական է դարձել, որ մենք ունենք մեր սիրած մարզաձևեր, ինչպես միշտ դա եղան են ֆուտբոլը, վոլեյբոլը, բասկետբոլը, մեր սեղանի թենիսիստները։ Նինոցմինդա քաղաքում Սպանդարյանի փողոցում հանդիսավորությամբ բացվեց սպորտային դպրոցի հարևանությամբ կառուցված նոր մարզադահլիճը։ Տարածքը նախատեսված է ինչպես դպրոցականների, այնպես էլ համայնքի երիտասարդների համար, առաջարկելով արդիական պայմաններ մարզվելու և մրցումների անցկացման համար։ Բացման արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սմբատ Գյուրեղյանը, Նինոցմինդայի ավականու նախագահ Վահան Արոյանը, քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ավականու և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, քաղաքացիներ և այլոք։ Համալիրի բացումը, որտեղ 4-5 սենյակներով սահներով մենք կխթանենք, որպեսզի մեր եղաներ, մեր մարզիկները ունենան ավելի հարմար վայր զարգացնելու եւ զարգանալու իրենք որպես մարզիկներ եւ ունենան իրենց հաջողությունները։ Սա մեծ ծրագրեր է, որպեսզի եւ ես քանի անգամ կոչ եմ արել մեր դասարտներին եւ մենք քննարկում ենք բյուջետը, խնդրեի որ անպայման գային ներկանան եւ ներկայացնեն իրենց այն ծրագրերը, որտեղ նրանք գտնում են, որ ինչով կարելի է մեր քաղաքը ավելի բարելավել, մեր կյանքը ավելի գեղեցիկ դարձնել, որպեսզի նոր ծրագրեր, նոր առաջարկություններ անցկացվեն եւ տարեկան այսպիսի մի քանի նոր ձեռնարկություններ բացելու դեպքում կարողանան իրենք ավելի լավ օգտվեն, քան ասենք ունեին առաջ։ Ըմբես որ ես շնորհավորում եմ մեր քաղաքացիներին, մեր նինոցմինդացիներին իրենց նոր ձեռքբերումներով, նոր հաջողություններով եւ այսօր այն որ եւ պարգևատրվեցին մեր քաղաքի տոնին մասնակից եղանները եւ այն որ հաջողակ մեր երիտասարդները ովքեր ունեցան հաջողություններ եւ արտասահմանում եւ մեր հանրապետությունում նրանք նույնպես պարգևատրվեցին այնպես որ յուրաքանչյուր այն քայլը որը գեղեցիկ է հաճելի է եւ դուրեկան է բոլորի համար դա անպայման կգնահատվի մեր կողմից։ Մարզադահլիճի կառուցումը ամբողջությամբ իրականացվել է տեղական համայնքի բյուջեի ֆինանսավորմամբ։ Աշխատանքները կատարվել են ժամանակին ապահովելով որակի պահանջները։ Քաղաքապետարանը նշում է, որ այս նախաձեռնությունը կարևոր ներդրում է Նինոցմինդայի երիտասարդ սերնդի առողջ զարգացման համար։ Այսօր ինչպես դուք տեսաք, իլուր մեր բոլոր երիտասարդներին սա ուրախություն է իհարկե։ Նոր մարզադահլիճ բացվեց շրջանում։ Ըմբիշների, մեր պատանի ըմբիշների համար կարատեի մարզադահլիճ, որը որ շուտվանից կան որոշ խնդիրներ, լույսի միացնելու կավ եւ այլն, շուտով այդ հարցն էլ կլուծվի, արդեն ձմեռային սեզոնը սկսելու են մեր մարզիկները պարապել այս նոր կառուցված մարզադահլիճում։ Տեսակ ինչ գեղեցիկ կառուցվածք, ինչ գեղեցիկ արտաքինով շենք, ամեն պայմանով իհարկե շնորհակալ ենք մեր քաղաքապետարանին, մեր ավականուն հենց այս արձագանքը, հենց առաջի արձագանքը իրենք են տվել, որպեսզի նման մարզադահլիճ կառուցվի մեր շրջանում։ Մեր կարատեիստները, ինչպես գիտեք, առանձին տեղ էին զբաղեցնում, ըմբիշները տարբեր տեղեր, այսօր արդեն կոմպլեկսացած է։ Այս մի մարզադահլիճը խաղային ոճերին է, իսկ սա երկրորդ մարզադահլիճը արդեն մեր ըմբիշներին եւ կարատեիստների համար է։ Շնորհակալ ենք մեր քաղաքապետարանին, մեր խնդրանքը չմերժելու համար, անմիջապես արձագանքելու եւ անցնելու գործի կառուցելու այս մարզադահլիճը։ Իհարկե սա իր դրական կողմներն ունի, որովհետեւ մեր մարզիկները այստեղից են սկսելու, դառնալու են հանրապետության չեմպիոն, ինչու՞ չէ Եվրոպայի չեմպիոններ։ Ամեն պայմանը ստեղծված է մարզիկների համար, մնում է միայն զբաղվել եւ արդյունքը 1 տարվանից հետո մենք կարող ենք արդեն տեսնել եւ հբարտ ասել, որ իզուր չէր կառուցված այս մարզադահլիճը։ Բացման միջոցառման ընթացքում մի շարք մարզիչներ եւ աշակերտներ պարգևատրվեցին համայնքի զարգացման գործում ունեցած ներդրման, հաջողությունների եւ ակտիվ մասնակցության համար։ Պարգևատրումը դարձավ օրվա կարևոր մասը, ընդգծելով մարզաշխարհում շարունակական աշխատանքի եւ նվիրումի արժեքը։ Նոր բացված մարզադահլիճը կծառայի որպես առաջխաղացման հարթակ նոր հաղթանակների եւ մարզական ձեռքբերումների համար։